Եղբայրներս Պողոս Առաքյալը Գաղատացիս 6-րդ գլխում որպես Աստծո խոսքի ցողներ գիտեք Գաղատացիս եկեղեցին մնացել էր առանց Քրիստոսի եւ Սուրբ Հոգին Պողոս Առաքյալին բացեց եւ նա մի նամակ գրեց եւ այդ նամակի մեջ Քրիստոսի խաչի մասնագրում եւ նրա վերքերի մասնագրում դա գրված է Գաղատացիս 6:14-ը Գաղատացիս 6:14-ը բայց ես քավ լեցի որ բարձենամ ապա միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով է որով աշխարհ ինձ խաչ ելած է ես էլ աշխարհին եւ 17 խոսքը ասկի հետեւ մեկը զիս թող չօգնեցնե վանսի Տեր Հիսուսի վերքի նշանների մարմնից վրա կկրեն այս առաքյալը համարվում է գիտեք Բարնաբաս եւ որ Պողոսը վիճեցին իրար հետ Պողոսը վերադարձավ եղբայրների մոտ Բարնաբասը նորից մնաց հավատացյալ ծառայեց Աստծուն բայց նա մի նամակ մի թուղթ չի գրել Տերը հաճեցավ որ Պողոս Առաքյալին օգտագործի 14 թուղթ գրեց բոլորս գիտենք որ 27 թուղթ անոր գտակարանը 14-ը միայն Պողոսը գրեց Եվ տեսեք այս մարդը երկրի վրա ինչ է հավանում, իր հավանածը ինչն է այս երկրի վրա։ Երկրորդ Կորինթացիս 12:10 Անոր համար հավանել եմ ես տկարություններիս, նախատինքներիս, տառապանքներիս, հալակծանքներիս, նեղություններիս Քրիստոսի համար, ոնց երբ տկարանամ, այն ատեն զորավոր եմ։ Պողոսը չասեց հավանում եմ առաքելական կոչումից Հավանում եմ քարոզելու զորությանը, հավանում եմ Սուրբ Գիրք, որ գրում եմ, նրա հավնածը Քրիստոսի վերքերը գրելն էր։ Այս տառապանքները ցույց է տալի, որ նա սիրում էր Աստծո որդու վերքերը։ Եվ մեր ավակ եղբայր Լիպչուկը ժամանակին ասել է. «У Христа не нужно канцелярские братья, у Христа нужны голгофские братья». Քրիստոսին Գրասենյակային եղբայրներ պետք չեն, ապա Գողգոթայի, եւ մենք կանչվել ենք Գողգոթայի եղբայրներ լինելու։ Մենք պետք է գնանք մինչև մահ Քրիստոսի խաչը կրելով, մեր անձուրանանք եւ խաչը վերցնենք, մեր կյանքը դնենք այս կորսված ժողովրդի համար եւ առաջին հերթին եկեղեցու համար։ Դրա համար այս ուսուցումը Սուրբ Հոգին մղել է այս վերջին ժամանակներում Սուրբ Հոգին խոսում է, որպեսզի եկեղեցին պատրաստի իր մեջ։ Շուտով այս պաշտամունները չի լինելու։ Եվ մենք դա տեսնում ենք այդ հետքերը։ Սա Աստծո բացառիկ ողորմություն է, որ արդեն տարիներ շարունակ եկեղեցին պահում է խաղաղության մեջ։ Եվ ուզում է, որ մենք այս խաղաղ ժամանակ ինչպես Հովսեփին հայտնեց Տերը, որ նա ծորեն հավաքեց Եգիպտոսի համար 7 տարի։ Հիմա մենք պետք է հավաքենք այդ կյանքի մեղրերը մեր հոգու մեջ, որպեսզի մեր հոգու մեջ ապրի եւ քայլի Աստված։ Մեզ ստեղծել է, որ նա ապրի մեր մեջ։ Մեզ ստեղծել է, որ մենք իր խորանը լինենք։ Մեզ ստեղծել է, որ մենք իր հավիտենական մարմնի անդամ լինենք։ Քո մարմնի յուրաքանչյուր անդամ ղեկավարում է գլխով։ Քո մարմնի յուրաքանչյուր անդամի մեջ կա այրում։ Քո յուրաքանչյուր անդամը շնչում ու զորանում է քո ներքին սրտի միջոցով եւ հոգու միջոցով։ Այսօր որպես Քրիստոսի եկեղեցի, որպես եղբայրներ մեր գլուխը Քրիստոսն է, պետք է մեր հոգին, շունչը, մարմինը կառավարվի Քրիստոսի գլխով եւ կառուցվի Քրիստոսով։ Իսկ Քրիստոսի կառուցած եկեղեցին դժոխքի դռները չի հաղթում։ Բայց մենք ունեցել ենք դժբախտ շատ դեպքեր եւ մեկն եմ ուզում նշել։ Խարիզմատիան մեզնից խլեց 50 սպասավոր եւ 3500 անդամ, որ այսօր կան պետություններ, որոնք այդքան անդամ չունեն,
Սա մեր սխալ պիտի խոստովանենք, որ մարմնավոր, շնչավոր, մարդկային կառույցներ ենք արել, իսկ Քրիստոսի կառուցած եկեղեցին դժոխքի դռները չեն կարող հաղթել։ Մենք կառուցել ենք շատ բաներ մեր վրա, մեր խելքի վրա, մեր իմաստության վրա, դրա համար քանդվելու է, ով որ կառուցում է իր խելքի վրա, իր իմաստության վրա, չի կառուցում Քրիստոս անկյունակարի վրա, քանդվելու են այդ եկեղեցիները երկրի վրա։ Մինակ մի եկեղեցի մնալու երկրի վրա, ով որ կառուցում է Քրիստոս վեմի վրա, ով որ կառուցում է Քրիստոս անկյունակարով, ով որ իսկապես Քրիստոսի այրան զորությունը հոսում այդ մարմնի յուրաքանչյուր անդամի մեջ, եւ յուրաքանչյուրի մեջ Սուրբ Հոգու կենարար զորության գետերն են բխում, նրանք են Քրիստոսի եկեղեցին։ Դրա համար Պողոս առաքյալը տեսեք ինչ ասում, ովքեր են Քրիստոսի ժողովուրդը, նայեք ինչ ասում։ Անոնց մեջ պիտի բնակիմ, անոնց մեջ պիտի քայլեմ, անոնց Աստված պիտի լամ, անոնք ինձի ժողովուրդ պիտի լան։ Սա գրված է 2 Կորինթացիս 6-րդ գլուխ 16 խոսք։ Անոնց մեջ պիտի բնակիմ, անոնց մեջ պիտի քայլեմ, անոնց Աստված պիտի լամ, եւ անոնք ինձի ժողովուրդ պիտի լան։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Հիմա ես կթելադրեմ կետերը եղբայրները, որոնք որ հետագայում խոսենք, շարունակեն ինչ որ ես կարճ կասեմ։ Առաջի կետը, գերեք, Քրիստոս շահել նշանակում է բոլոր հարցերում, թե մարմնավոր, թե հոգևոր, կատարելապես բարձրացնել Աստծո խոսքի հեղինակությունը մեր կյանքում։ Քրիստոս շահել նշանակում է բոլոր հարցերում, թե մարմնավոր, թե հոգևոր, կատարելապես պահել, բարձրացնել Աստծո խոսքի հեղինակությունը մեր կյանքում, մեր ընտանիքում եւ եկեղեցում։ Առաջի դարի եկեղեցու հաջողությունը չի եղել առաքյալների անունով։ Իրանց հաջողությունը առաքյալները չեն որ քարոզել, դա չի իրանց հեղինակությունները։ Ես ցույց տամ Սուրբ գրքի մեջ։ Եվ դրա համար մենք պետք է սրա մասին շատ խորենք։ Եվ Աստծո խոսքը կաճեր, աշակերտների թիվը խիստ շատանար, Երուսաղեմի մեջ քահանաների մեծ բազմություն հավատքին կնազանդեին։ Աստծո խոսքը աճում էր, բարձրանում էր։ Գործ առաքելոց 6:7 Այդ քահանաները, որ հնազանդվում էին հավատքի, ոչ թե առաքյալների հեղինակությունից էր, խոսքի զորությունից էր, խոսքի իշխանությունից էր։ Դրա համար ժողովող գրքի 8:4 գրված է. ուր թագավորի խոսքը կա, հոն իշխանություն կա։ Եվ հա տեսեք մի ուրիշ տեղ է գրված Աստծո խոսքում։ Այսպես Տիրոջ խոսքը մեծապես կաճեր եւ կզորանար։ Գործ առաքելոց 19:20 Եկեղեցին ուզում ես 1000 հատ եպիսկոպոս օծեք, առաքյալներ օծեք, ավետարանիչներ օծեք, եկեղեցին չի զորանա։ Դրանից չի զորանում եկեղեցին։ Եկեղեցին զորանում է Աստծո խոսքի աճելով, Աստծո խոսքը բարձրանալով, Աստծո խոսքը աճելով։ Սա է մեր ուսուցման նպատակը, որ դու նայես քո աշխարհում, խոսքն է բարձրանում քո մեջ, խոսք ընդունելու ժամանակ կա, խոսքի մեջ հաստատվելու ժամանակ կա, խոսքով փորձվելու ժամանակ կա եւ խոսքը փառավորվելու ժամանակ կա։ Հովսեփը խոսքը լսեց, հենց փոքր հասակից իր հորից լսեց, սիրեց Աստծուն, այդ խոսքը դրեց իր սրտի մեջ, հաստատավ այդ խոսքում, անցավ փորձությունների ժամանակ եւ խոսքը բարձրացավ։ Ինչքան բարձրացավ, նայեք սիրելիներ, խոսքը բարձրացավ Հովսեփի սրտում եւ թագավորեց նրա սրտում եւ այսպես է ասում, ոչ թե ես, մեկ եսը մեռել է, եսը չկա Հովսեփի 41 գլխի
16 խոսքը Աստված դիտա խաղաղության պատասխանը փարավոնին եւ Աստված խոսքը բարձրացավ դրա համար փարավոնյան գահն ու հարստությունը չխախտեց Հովսեփի հոգաշխարը որտեղ խոսքն էր բարձրացել խոսքն էր թակավորում եթե ուզում ես եղբայր քո կյանքում քո ընտանիքում աստորգնությունը գա թող քո սրտի մեջ խոսքը բարձրանա ընտանիքիդ մեջ խոսքը բարձրանա եկեղեցու մեջ խոսքը բարձրանա եւ երկրի վրա կբարձրանա փառավորվի Տիրոջ անունը սա կարևոր է առաջի եկեղեցու արտնությունը զորությունը առաքյալների անունով չի եղել այլ Աստծո խոսքի զորությունը դրա համար Սուրբ Հոգին դրել է եղբայրների սրտում որ գրել ենք այս առաջի կետը որ բոլոր դեպքերում նայի Աստված իր խոսքը ամենից վեր է բարձրացրել ես եկել եմ այն գիտակցության Սուրբ Հոգին լուսավորում է իմ կույր աչքերը երկրի վրա զորավոր մարդ գոյություն չունի մենք շատ դեպքում զորավոր մարդ ենք ման գալիս որ զորավոր մարդ աղոթի երկրի վրա զորավոր մարդ չկա բոլորը ունայնությունից թեթև են ասում Սուրբ Գիրքը Սաղմոս 39:5-ում որ չափ հաստատվես դարձյալ ունայն ես մարդի մեջ զորավորը Աստծո խոսքը ու մեջ Աստծո խոսքը փառավորվում է ու մեջ Աստծո խոսքը թակավորում է ու մեջ Աստծո իշխանությունը կա նա հոգով զորավոր մարդ է այսօր պետք է մենք ընկնենք իր ոտերը ողբանք ու ասենք Տեր ներիր խնդրեմ ասապի Սաղմոսը բոլորդ կարդացել եք գրագետ մարդիկ եք կարդացել եք Սաղմոս ասապին ասապ ասմեր քիչ մնա ոտքերը ծրվեր բայց երբ որ Տիրոջ սրբարանը մտա այսօր շատ մարդիկ աղոթել չեն սովորել աղոթելով են Աստծո մարդ դառնում ներքին սենյակ մտիր դուրդ գոցի Աստված հայտնապես կխոսի քո հոգու հետ միակ տեղն է գրված աղոթել սովորիր խնդրիր որ սուրբ սիրտ Աստված քեզ գոտրած ու խոնար հոգի տա քեզ որ դու այդ հոգով փնտրես իրան գտնես իրան թակես իրան բացվի ինքը մտնես իրա մեջ ապրես իրա մեջ այն էլ հավիտյան փառավորվի նրա անունը ես երկրորդ կետը երրորդ կետը թելադրում եմ մնացած մտքերը մեր եղբայրները կշարունակեն երկրորդ կետ Քրիստոս շահում են հավատքի ուժով ապա կետեր կա ես չեմ թելադրում եղբայրները կասեն Քրիստոս շահում են հավատքի ուժով երկրորդ կետ եւ երրորդ կետ Քրիստոս շահելու նպատակը իրա մեջ լինելու իրա մեջ որ լնես Սուրբ Գիրքն ասում է հներն ասում ամեն բան նորա թող Տեր օրհնի թող Տերը զորացնի կանգնենք ոտքի